Երանի գնա հետ չգա։ Հավեշում է արդեն դրա տականքի մասին խոսող։ Առաջիկայում Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Թուրքիա եւ հանդիպում ունենալու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Մենք հարցում ենք արել Երևանում հասկանալու թե մեր քաղաքացիները ինչ սպասում ունեն այս հանդիպումից։ Կգնա էլի մեր հողերը կտա գա, ինչի համար է գնում։ Երբևիցե որևիցե մեր ղեկավարներից գնացել են, նույն պատմությունն է։ Ոչ մի լավ բան։ Ամեն ինչ խաղաղություն կտա, սահմանների բացում եւ մենք վերջապես մարդավարի կապրենք, ոչ թե պլակադայի մեջ, ոնց որ 30 տարի, շատ ուրախ եմ, ճիշտ անում։ Ինչ է տալու մեզ։ Մի տվեք ինձ մոտ, ես չեմ սիրում։ Երանի գնա հետ չգա։ Բարի ճանապարհ, հաջողություն։ Լավ բան չի տա։ Ոչ մի բան, բացի ասում եք անախորժություններից, հավեշում է արդեն դրա տականքի մասին խոսող։ Ամեն դեպքում ինչ անում են, մենք ով որ ընտրել է իրան, պետք է հավատա կամ մյուս ով չի ընտրել, պետք է չհավատա։ Ես կարծում եմ ամեն ինչ նորմալ կլինի։ Ինչ սպասումներ ունեք այս հանդիպումից։ Հանդիպումից ոչ մի սպասում, բայց ես սպասում ունեմ, որ Թուրքիայի հետ հարաբերությունները կլավանան ու վերջով լավանալու բացվելու է Ադրբեջանի հետ էլ լավանալու վիճակը։ Так что ես օպտիմիստ եմ։ Ես ինչ կարող եմ ասել։ Ես ոչ ճանաչում եմ, ոչ հետաքրքրված եմ։ Մենակ ուզում եմ, որ պահեն էլի այս երկիրը։ Դե սպասում եմ նաև, որ աստիճանաբար պետք է Հայաստանը ենթարկվի Թուրքիային, էլի ուրիշ ինչ կարելի է սպասել։ Թուրքիան 90 միլիոն է, Հայաստանը 2.5 միլիոն։ Ինչ կարող է Հայաստանը անի Թուրքիայի դեմ, Ադրբեջանն էլ գումարած 10 միլիոն էլ նա։ Հայաստանն ինչ կարող է տա Թուրքիան։ Կապիտուլյացիայից բացի ուրիշ ոչ մի բան չի սպասվում։ Լավագույն դեպքում են, որ խաղաղ ձևով հանձնվեն, ոչ թե ռմբակոծեն, ոնց որ հիմա Թեհրանն են ռմբակոծում։ Ճիշտ ասած չգիտեմ։ Ինչ ուզում են էլ անում են։ Աղջիկ ջան, ուզեմ ժամանակ եկել է, պիտի միանա խոսան, ես երկիրը մեղ չէ, հայերը մեղ չեն։ Կոդորվան մի անկապն են, մի նորից կոդորվեք։ Կնան հարցեր ուզեմ վերջացել են, ինչ պտեղնի, ինչ պտի չեղնի։ Չի կարելի չկնար։ Համ պտի կնա, համ պտի խոսա, համ է պտի կրվի։ Իհարկե պերով, բայց չի կարելի բոլորի հետ պետք է գնա խոսան, բոլորի հետ, ում ուզում է վերցրու, ուզում ես Աֆրիկա, ուզում ես Թուրքիա, ուզում ես Ռուսաստան, ասում է Ռուսաստան հետ չեր կարելի, ոչ չի կարելի, Ռուսաստանը մեր, եղել է, այդ գործը եղել է, Կիևի գործը չեղներ, սենց բան չեր եղներ, Կիևի գործը խալաբարես մեր գործերը, ես ընդունում եմ, որ Նիկոլը պետք է գնա համ Ռուսաստան, համ Ուկրաինա, համ Թուրքիա, համ Ադրբեջան, բոլոր տեղերները պետք է խանան, բոլորի դեմ լավ եղնեն, հարևաններին տեսնես խփում են, նրանք իրավունք ունեն խփելու Իրանի պես պետությանը, նրանք ով են, Իրանի պես պետությանը խփում է, Իրանը մեր բարեկամներ, Մյուս համար շատ ծանդր է տատա, մեր վրա է շատ նստելու ծանդր։ Իսրայելը, Ալիևը, հենց մեծ Պուտինը, այդ բոլորը նույն մարդիկ են։ Որ չհանդիպեց ինչ է տալու։ Ճիշտ ասած շատ մեծ սպասումներ չունեմ։ Ես հասկանում եմ, որ ինչ որ հարաբերություններ է ուզում դեպի դրական ուղղությամբ տանի, բայց դե ընդհանրապես չեմ կարող ասել, ինչ կարելի է սպասել, եթե մենք մի փոքր տեղաշարժ, այո, մի փոքր տեղաշարժ կա հարաբերությունների մեջ, բնականաբար, չես կարող ասես 15 տարվա, բայց ասել մեծ սպասումներ չէ։ Սա հերթական այցելությունն է, հերթական սպասելիքներն է, հուսամ ոչ հերթական հուսահատությունը։ Տեսնենք ինչ կլինի, հիմա առավել ևս տարածաշրջանը շատ լարված է, միգուցե քայլը մի փոքր հանդարտեցնել, միգուցե ապահովություն Հայաստանի համար, իրապես չգիտեմ, բայց տենց ընդհանուրն եմ մտածում, ինքը ոչինչ, եթե չտա էլ գոնե վնաս չի տա, այդ տեսակետից մոտենամ։ Հանդիպումից չունեմ, սպասումներ չունեմ, բայց հույսով հետ չի գա։